Հանուն Հոր և Որդվո և Հոգույն Սրբո ամեն։ Հիսուս Գալիլեա վերադարձավ Սուրբ Հոգին զորությամբ և ամբողջ գավառի մեջ իր համբավը տարածվեցավ։ Անոնց ժողովարաններու մեջ ուսուցաներ արժանանալով բոլորի հիացումին և գովասանքին։ Եկավ Նազարեթ քաղաք, ուր մեծած էր և իր սովորության համաձայն շաբաթ օր ժողովարան կրած։ Եվ ոտքի ելավ գարթալու համար օրվան ընթերցվածը, իրեն դվին Եսայի մարգարեի գիրքը, բացավ և գտավ այնտեղը, ուր գսեր. Տիրոջ հոգին վրաս է, որովհետև զիս օծեց և ղրկեց, աղքատներուն փրկության ավետիս տալու, սրտափեկները մխիթարելու, քերիներուն ազատություն բերելու, գույրերուն աչքերը բանալու, հարստահարվածները ազատելու և հայտարարելու, թե ահա հասած է ժամանակը, երբ Տերը պիտի փրկե իր ժողովուրդը։ Ապակոծեց գիրքը, տվավ Պաշտոնյային և նստավ։ Ժողովարանի մեջ գտնվողներուն բոլորի աչքերը իրեն սևեռած էին, երբ ասավ. այս մարգարեությունը, որ դուք լսեցիք հիմա, ահա այսօր իրականացավ։ Ամենքն ալ տպավորված էին իրմե և հիանալով անոր շնորհալի խոսքերուն վրա գսեին. այս մարդը Հովսեփի որդին չէ՞ միթե։ Հիսուս ասավ. անդարագույս ինձի պիտի ասեք հետևյալ առածը, բժիշկ, թուն քեզ բժշկե։ Եվ ինչ որ լսեցինք, որ գործերես Կափառնաումի մեջ, այստեղ քու հայրենի գավառիդ մեջ ալ կատարե։ Եվ ավելցուց. բայց դուք ալ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրին մեջ հարկ չունի, ցեզ օրինակներով խոսի։ Իսրայելի մեջ բազմաթիվ այրիներ կային Եղիայի օրերուն, երբ 3.5 տարի երկինքը չանցրևեց և ամբողջ երկրի մեջ սաստիկ սով դիրեց, բայց Եղիա անոնց մե ովևէ մեկուն չղրգվեցավ, այլ ղրգվեցավ Սիդոնի մոտիկ Սարեպտա գյուղը բնակող այրի կնոջը։ Նույնպես Եղիսե մարգարեի օրերուն Իսրայելի մեջ բազմաթիվ փորոտներ կային, բայց անոնց մե ոչ մեկը բժշկվեցավ, այլ միայն Նեման անունով ասորիմը։ Այս ակնարկությունները լսելով ժողովարանի մեջ գտնվողները փառքությամբ լեցվեցան, ելան Հիսուսը քաղաքեն դուրս հանեցին և քահավեժ ընելու նպատակով զայնդարին մինչև գադարը այն լեռան, որուն վրա շինված էր քաղաքը։ Բայց Հիսուս անոնց մեջ անցավ և գնաց։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, այս հատվածը ցեզի ուզեցի կարդալ անգամ ևս, որպեսզի ճիշտ և լավ հասկանանք, թե այսօրվա ավետարանի ընթերցումը մեզի ինչ կսե։ Թերևս ցեզ մեջ շատեր այս հատվածը կարդացած են, բայց հարցումներ ունի, անհստակ բաժիններ կան։ Ինչու հանկարծ ժողովուրդը զայրացավ և ուզեց Քրիստոսը դուրս հանել, չէ՞ որ տպավորված էին իր մեկիչ առաջ։ Ինչու ուզեցին դուրս հանել և լեռեն վառ նետել Հիսուսը։ Այստեղ է, որ Քրիստոսի, Հիսուսի պատգամը պիտի հայտնվի մեզի։ Ինչպես միշտ ասած ենք, սիրելի քույրեր և եղբայրներ, հրյա ժողովուրդը կսպասեր իր քաղաքական առումով հզոր ղեկավարը։ Ինչպես այսօր շատ ժողովուրդներ կփնտրեն և կուզեն տեսնել և գտնել իրենց ղեկավարը առաջնորդը, որպեսզի իրենք դժվարությունները և տեսակ քերեվարությունները դուրս բերե,
Այդ ժամանակ ալ հրյա ժողովուրդը համոզված էր, որ Աստուծմե նշանակված եւ օծված Մեսիան փանագով պիտի կար սուրով, զենքերով, փիղերով, ցիերով ազատագրելու զիրենք գայսութենը եւ հայտարարելու Աստուծո արքայության հաստատումը մի անգամ միշտ։ Այս ազգային հոգեբանության ներքո Հիսուս գուքա իր քաղաքի սինագոգին մեջ ընթերցումը կգադարե։ Ընթերցումը Եսայի մարգարեի քիրքեն է, ինչպես արդեն ավետարանիչը կհստակացնի։ Բայց Հիսուս կգարտա միայն այն բաժինը, որ համամարտկային արժեք կգրե։ Այսինքն ինչպես կսա այստեղ. Զիս օձեց եւ ղրգեց աղքատներում փրկության ավետիս տալու, սրտափեկները մխիթարելու, քերիները ազատագրելու, գույրերու աչքերը փանալու, հարստահարվածները ազատագրելու եւ հայտարարելու թե ժամանակը հասած է։ Եսայի մարգարեի այս բաժինը երբ որ փանակ եւ եթե շարունակեք ասիգա գարթալ պիտի տեսնեք ասկի ամիջապես հետո գխոսվի ավելի ազգային ոգևորությամբ թշնամիները չախչախելու մասին։ Գխոսվի այդտեղ Իսրայելի թշնամիները ջզմելու մասին։ Գրնակ երևակայել, որ այն հրյա ժողովուրդը, որ գսպասեր իր Մեսիան, հանգարց այդ Մեսիան գուքա եւ գգարտա միայն այն բաժինը, որ սիրո մասին գխոսի համամարտկային արժեքի մասին, գխոսի մարդը ընդունելու մասին եւ զանց կառնի այն բաժինը, որ ադերությամբ լեցուն է եւ գխոսի ջզմելու մասին, գտրելու մասին, մերցնելու մասին։ Ասիգա լսելով, անշուշտ ես միշտ ասած եմ ցեզի սիրելիներ, չկա բացառիկ թարգմանություն։ Դժբախտաբար թարեր շարունակ այս բաժինը սխալ թարգմանված է։ Այն բաժինը, որ գսե ամենքն ալ դպավորված էին իր մե եւ հիանալով անոր շորհալի խոսքերուն վրա գսեին, ասի Հովսեփի որդին չէ։ Բայց իմաստ չի դար կոնտեքստի մեջ սիրելիներ այս խոսքը։ Եթե այսքան դպավորված էին, նախ ինչ են դպավորված էին, եթե դպավորված էին, ինչու քանի մվարյանետո զինք դուրս հանեցին վառնետելու։ Ինչպես կսեմ, հունարեն լեզուն գերբնգալված լեզու եւ կարելի է զանազան սևերով թարգմանել։ Եվ ավելի բնական եւ իմաստալից պիտի դառնա, եթե թարգմանվեր, ամենքն զարմացած էին, ոչ դպավորված էին, զարմացած էին անոր շնորհքի վերաբերյալ խոսքերուն մասին։ Չէ որ Հիսուս խոսեցավ, որ Աստծո շնորհքը բոլորին պիտի պատկանի, օրհնությունները բոլորին վրա պիտի հեղին, ոչ միայն հրյային վրա, անոնք կզարմանան գսեն, ասի մեր Հովսեփի, մեր հրյային զավակը չէ, ինչպես կրնա ըլլալ, որ ինքը խոսի Աստծո մասին, որ իր շնորհքները պիտի հեղե բոլոր մարդկության վրա եւ զանց կառնե մեր ազգային զգացումները։ Եվ ասորի պատասխան Հիսուս գսե իրենց, նայեցեք գսե մարգարեներու օրերուն, եւ օրինակներ կբերեմ մարգարեներեն, գսե Եղիայի օրերուն, 3.5 տարի երկինքը չանցրևեց, բայց Եղիան որու կնաց, որու մոտ կնաց, Ովևէ մեկուն չղրգվեցավ, այլ ղրգվեցավ Սիթոնի մոդիկ Սարեպտաքյուղը փնագող գնոջը, այսինքն հրյայի չքնաց, Հեթանոսի քնաց։ Եղիսեի օրինակը գուտա նույնպես, եւ գսե այնքան հիվանդներ կային, բայց Եղիսեն քնաց, անշուշտ ինք իր մեջ չքնաց, Աստուծմե ղրգված քնաց օրնելու եւ բժշկելու ով։ Ասորիմը Եվ մասնակետներ լավ գիտեն ասիգա,
որ այս նեման ասորին իրականության մեջ բարձ ասորի մեջ էր, այլ նույն ինքն ասորի փանագի ղեկավարն էր։ Այս խոսքը լսելով արդեն մարդիկը զայրության իրենց կակատնագետին հասած էին։ Սինալ հերիք է։ Քիչ առաջ գարթացիր եւ զանց արիր այն բաժինը, որ մեր ազգային զգացումները կքրքրեր, հիմա տուն գահամարցակի սսելու, որ կամ մեզի հիշեցնելու, որ Աստված միայն հրյային համար չէ եկած, այլ եկած է ամբողջ մարդկության համար։ Եվ զինք կարնեն դուրս կհանեն, որովհետեւ լերեն վառն edեն։ Չէին կրնար անոնք ընդունել այն գաղափարը, որ Աստված բոլորին կպատկանի եւ Աստծո օրհնությունը բոլորին վրա պիտի հերի։ Բայց հետաքրքրական է սիրելիներ, գիտեք ասիգա այս բաժինը, այս թրվակը, այս եղելությունը երբ կդարվի։ Երբ որ բանակ ավետարանը գուգասի, մեկ էջ թարցուցեք առաջ, պիտի տեսնեք, որ խոսի Հիսուսի փորձության մասին, որ փորձության մասին։ Անաբադի մեջ, երբ սատանան կփորձե Հիսուս, մեմ համեմատական մկծեցեք։ Սատանան ինչը սավ Հիսուսի, թուն քեզ ոստեղեն բառն է։ Չհաջողեցավ, բայց սատանան մարդուն մեջ մտնելով փորձեց նույն գործը իրագործել, Հիսուսին փորձեցին առնել եւ վառնել։ Այս խորհուրդը սիրելիներ, այսօր մեզ յուրաքանչյուրիս առջև կտրվի։ Երբ որ մենք եկեղեցի գուքանք, Աստծո խոսքը կլսենք, ինչն է որ գառնենք անգե։ Մեզի պետք եղածն է որ գառնենք, բայց մեր զգացումները քրքրողը մեկ կողմ կփորձենք դնել։ Մեզի մարդահրավերի գանչած բանը, challenge ընողը կփորձենք մեկ կողմ դնել։ Եվ ընկալել եւ ընդունել միայն այն բաժինները, որոնք մեզ challenge չեն ուներ։ Աստծո խոսքը երբ որ կգարտանք եւ գլսենք, նախադրամատրված գլսենք, այսինքն կարծեք Աստծո գսենք, մենք գիտենք ինչն է շիտակը եւ որն է ճիշտը ինձի համար, տուն ուզածը տսե։ Ինչպես հрьяաներ անուղագիցեվով ասի։ Նախադրամատրված կուքանք, թե կփորձենք հանցնվել Աստծո խոսքին եւ ասել Աստծո, որ դեր ամբողջ էությամբ քեզի կհանցնվիմ, որովհետեւ գիտեմ իմ անձս, որ դգար եմ, գիտեմ, որ մեղավոր եմ, գիտեմ, որ դքեդ եմ եւ շատ սորվելիք բաներ ունեմ։ Տուն նորոք է իմ անձսով դեր, տուն այլագերբ է իմ անձսով դեր, սխալը շտգե իմ կյանքիս մեջ, սորվեցուր ինձի ճշմարտությունը, համեստությունը բարգև է, որպես ես գարենամ ընդունել իմ սխալներս եւ իմ փացթողումներս, ուժ եւ կարողությունը շնորհքը բարգև է ինձի ով դեր, որպես ես գարենամ ուղել իմ ճանապարհս, քալել քու հետքերով։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ամեն մտածում է առաջ, կորձե առաջ, խոսք է առաջ, մտածենք, որ մենք գրնանք գամ Հիսուսի տեսպանը ըլլալ եւ գամ սատանային տեսպանը ըլլալ։ Գամ սատանային կորձը պիտի ունենք, գամ Հիսուսի կորձը պիտի ունենք։ Քիչ առաջ տեսանք, որ սինագոգի մեջ այդ հրյաները սատանային կորձը փորձեցին անել։ Չհաջողեցան։ Նույնպես այսօր կյանքը դեսակ հմայիչ
շագերդյալ հարստություններ եւ արժեքներ եւ առավելություններ կբերե մեր դիմաց։ Եթե խապվինք անոնց մե, հետևինք այդ ուղիին, մենք կդառնանք տեսպանները չարին, որովհետև այդ առավելությունները շագերդյալ մեզ կգալանեն, կփանդարգեն, քերին կդարձնեն անոր, եւ մենք կդառնանք ոչ թե զավակը լույսին, այլ զավակը կամ ավելի ճիշտ քերին եւ ծառան խավարին։ Մենք գոչված ենք որպես քրիստոնյաներ ուստի, որոշել նախ եւ առաջ, թե որու հետևորդներ կուզենք կլալ, որու տեսպանները եւ առաքյալները կփափակին կլալ այս երկրավոր ճանապարհորդության մեջ։ Այո, թերևս չարի տեսպան եւ առաքյալը լալը այս երկրի չափանիշներով առավելություններ պիտի բերե, ավելի հանգիստ եւ խաղաղ կյանք պիտի ապրեցնե, ավելի փառոր կյանք պիտի ապրեցնե թերևս։ Եվ թերևս ալ Փարիին Քրիստոսի առաքյալը լալը մնայուն գերբով պիտի դանչեցես, դժվարություններու առջև պիտի տնե, մարդիկ մեր վրա պիտի խնդան, պիտի զաղրեն մեզ, պիտի քաշքշեն մեզ, պիտի խաչեն մեզ, բայց եթե մեր դիրոջ կատարեցին այդ բոլորը, ապա որքան կգարձեք, որ մեսի պիտի ընեն։ Հետևաբար սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, եկեք հերու մնանք չարեն եւ չարի կորձիկ դառնալեն, նվիրվենք Քրիստոսի արժեքներուն, սիրով լեցնենք մեր հոգիները եւ մտքերը, ներողամտությամբ լեցվենք մեր նմանին նկատմամբ, քաղցրությամբ լեցվենք մեր շրջանակին եւ ընկերության նկատմամբ, երկնային իմաստությամբ կորզենք եւ խոսենք եւ մտածենք մեր երկրավոր ճանապարհորդության ընթացքին, որովհետեւ ճշմարտորեն եւ ոչ միայն խոսքով զավակները եւ հետևորդները դառնանք լույսի եւ հույսին, եւ այդ ճանապարհորդության ավարտին քաչ գտնալով, որ մեր բոլոր հոգնությունները եւ փերերը պիտի վերսվին մեր կրնակներեն, եւ Հիսուս պիտի սրբե մեր բոլորի արցունքները, եւ մեզի պիտի բարգեւե խաղաղությունը եւ հանգիստը, որուն համար մենք բոլորս կցկտինք, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։